Ողջույն։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը ավարտել են բանակցությունները խաղաղ համաձայնագրի տեքստի համաձայնեցման շուրջ։ Նա նշել է, որ Հայաստանն ընդունել է Ադրբեջանի առաջարկները, անգամ վերջին երկու կետը, որոնք քննարկում էր երկար ժամանակ, դրանք էին միջազգային հայցերի հետ քաշումը, սահմանային երրորդ երկրների զորքերի չտեղակայումը։ Ընդհանրապես, խաղաղության պայմանագրի բոլոր առաջարկները մինչ այս եղած ելույթները համադրելով արել է Ադրբեջանը, համաձայնել Հայաստանը։ Սա նշանակում է, որ այդ պայմանագիրը սարսափելի կետեր ունի Հայաստանի համար։ Բայց տեքստի շուրջ բանակցությունների ավարտը ընդամենը մի մասն է։ Մյուս մասը այդ խաղաղության պայմանագիր կոչվածի ստորագրման պայմաններն են, որոնք չափից շատ են եւ ամեն օր ավելանում են։ Այսօր Ալիևը հայտարարել է, թե չեն կարող մոռանալ իրենց 30 տարվա նվաստացումները։ Սա ինչ է նշանակում, հասկացվում է ոչ մի խաղաղություն։ Այս մասին հաջորդ թողարկմանը։ Նիկոլ Փաշինյանը այս ամենին արձագանքելու փոխարեն ընդամենը կրկին հաստատել է նոր սահմանադրության կետը, տարածաշրջանային նշանակություն տալով դրան, ինչով վերահաստատել է փաստացի, որ փոխվում է Ադրբեջանի պահանջով։ Դրանից հետո կառավարության նիստ է արել ու մոռացել Ադրբեջանի հետ այսպես կոչված խաղաղության մասին, խոսել ներքին թեմաներից։ Իսկ ներքին հարցերը, որ քննարկել է Փաշինյանը ուղիղ եթերով, կառավարության ու ժողովրդի առաջ զարմանք, ծիծաղ, անվստահություն են հարուցում։ Ամիսներ առաջ կառավարության նիստում մի բան քննարկվեց, որը մենք ծաղրեցինք, իսկ հատկապես գյուղացիները զարմացել էին, թե ոնց կարող է ընդհանրապես մարդու գլխում նման միտք ծագել առանց հումորի։ Ասած գյուղացիները գիտեն, թե որտեղ կարկուտ է գալիս, տանում են այնտեղ բան են ցանում, որ կարկուտ գա, ապահովագրման վճարներ ստանան։ Այսօր էլի նույն բանն է ասում։ Ասում են մարդիկ 20 տարի որտեղ չեն ցանել հող, հիմա հանկարծ ցանում են ու սպասում են կարկուտին։ Այս որ ասել է, կառավարության բոլոր անդամները ներկա են եղել, այդ թվում գյուղատնտեսության ոլորտը համակարգող էկոնոմիկայի նախարարը։ Ու խելքը գլխին մեկը չի եղել, պարզվում է, որ ասի ամոթա, ձեռք մի առ։ Նիկոլ Փաշինյանը ինքը հայտարարում էր, Հայաստանում պետք է չլինի անմշակ հող։ Հիմա ասում է, անմշակ հողերը մշակում են, որ կարկուտ գա փոխհատուցում ստանան։ Չի կարող լինել այդպիսի բան, որ գյուղացիները բերքը կորցնեն ու շահած դուրս գան։ Դա էլ այս կառավարության պարագայում անհնար է։ Ու կրկնում եմ, ոչ ներկաները, ոչ ապահովագրող ընկերությունները, ոչ մեկ չի արձագանքում Նիկոլին։ Դե երևի ասում են Նիկոլն այլի, թող խոսի, բայց Նիկոլը հենց այնպես չի խոսում։ Մի ստից բան ասում է, մի ահավոր նախագիծ անցկացնում են։ Ասում է, խնդում ենք, պարզվում է մի հակաժողովրդական օրենք է ընդունվել դրա տակ։ 3 տարի նպաստ թոշակ չի բարձրացվել։ Թոշակի չբարձրացումը հիմնավորում է նրանով, որ պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելն ավելի հեշտ է, որովհետև նրանց թիվը թոշակառուներից քիչ է։ Իսկ նպաստի չբարձրացումը հիմնավորում է նրանով, որ նպաստառուների մեջ մարդ կա, որ բրաբուս է քշում, պետք է բացահայտեն։ Այսպես խոսում է, ծաղրում ենք, բայց տակից իրենց գործն են անում։ Շրջանառության հարկի բարձրացումը հիմնավորում է նրանով, որ խոշոր բիզնեսներ կան, որ տրոհում են, որ ՓՄԶ Երևան։ Ու եթե հիմա ասում է մարդիկ կարկտի տակ դիտմամբ հող են մշակում, ուրեմն ապահովագրության նախագիծը մի աբսուրդ բան է լինելու։ Կառավարության այսօրվա նիստը լրիվ ժողովրդի սոցիալական վիճակին դեմ էր։ Տեսեք, Հայաստան խմբակցությունն առաջարկում է չեղարկել գույքահարկի բարձրացման որոշումը։ Այս որոշումը աղետ է բոլոր նրանց համար, ովքեր ունեն տուն։ Գույքահարկը աստղաբաշխական թվերի է հասնելու։ Մեր ժողովուրդը մի վատ խասյաթ ունի, երբ իր դեմ վատ օրենք է ընդունվում, իրեն վնասող որոշում է կայացվում, ասում ենք, մասնագետներն ասում են, ընդդիմադիրներն ասում են, ահազանգում են, ժողովուրդը բանի տեղ չի դնում, անցնում գնում է, իսկ երբ դա արդեն օրենքի ուժ է ստանում, սկսում է գործել, մարդիկ սկսում են բողոքել, բայց արդեն բանը բանից անցած է լինում։ Հիմիկվանից ասում ենք, ժողովուրդ ջան, աղետ է լինելու։ Հայաստանում կան տասնյակ հազարավոր ընտանիքներ, որ Բաքում ինչ-որ գույք են սարքել, գոմ են սարքել, բեսեդկա են սարքել,
ցախանոց են սարքել։ Նաև դրանց համար հիմա պետք է բարձր գույքահարկ վճարեն։ Հիմա Հայաստան խմբակցությունն առաջարկում է չեղարկել օրենքը։ Նիկոլը ասում է՝ ոչ, փողի աղբյուր է, ինչի հետ կանգնենք որոշումից։ Ու սկսում է մեղադրել, ընդդիմությունն ուզում է մարդիկ աղքատ լինեն, որ փող տակ, կաշառք։ Լսի, գույքահարկի, տրանսպորտի ու մյուս հարկ ու տուրքի թանկացումով հենց դու ես մարդկանց աղքատացնում, որովհետև աղքատ մարդուն խաբելը հեշտ է, կառավարելը հեշտ է, անգամ աղքատների խաբելով իշխանության գալն է հեշտ։ 7 միլիարդ դոլարով պարտք ես ավելացրել, այդ փողին Հայաստանի Հանրապետության բոլոր ճանապարհները, դաշտերը, արոտավայրերը հնարավոր էր մարմարե քարերով, ոսկե ջրած ճանապարհներ գցել։ Դու պարտք ես վերցրել, մսխել եք, հիմա էլ ասում ես, դե որպեսզի ասֆալտ անենք, պետք է գույքահարկը թանկացնենք։ Բա ուր է մեր 7 միլիարդ դոլար այդ դեպքում։ Ասում է, այդ ձեր վճարած գույքահարկը չի մտնելու բյուջե, օրենքն արգելում է համայնքներին պետք է գնա։ Ինչի դուք օրենքը ինչ արգելում է չեք անում։ Հնարավոր չէ, որ գույքահարկը մտնի բյուջե ու դառնա պատավատներ։ Համահայկական հիմնադրամի կանոնադրությամբ համայն հայության հանգանակությունն էլ չպետք է մտներ բյուջե, բա ոնց 125 միլիոն դոլար տարակ բյուջե ու կերակ։ Սա ինչու չեք անի։ Ժողովուրդն ասում է, որ եթե դու պետք է ճանապարհ ասֆալտելու համար պետ բյուջեից փող դնես, արտաքին պարկ վերցնես, իմ հարկերն էլ թանկացնես, ինձ պետք չէ քո ասֆալտը, շնորհակալ եմ։ Ոչինչ մի արա, գնա կգա մարդ, որը կանի։ Երկրի ղեկավար ենք ունեցել, որը հարյուրավոր կիլոմետրեր կառուցել է, ոչ թե ուղղակի ասֆալտել, նվիրատվության գումարներով։ Ասում է ժողովուրդ ջան, դուք ու համայնքապետն եք որոշելու, որին դուք ընտրել եք։ Ոչ մեկ չի կարող ասել, ասում է, որ կեղծվել են համայնքապետի ընտրությունները։ Չեք ընտրել, բայց համայնքապետ է աշխատում։ Սա հերթական ծիծաղելի հայտարարություն է։ Մի քանի օր առաջ վիճում էին 3 հոգի։ Մեկը մյուսին ասում է, այդ առանց կարմրելու ստելը ումից է սովորել։ Պատասխանում է Նիկոլից։ Լուրջ, բոլոր համայնքապետերը ընտրված են ժողովրդի կողմից։ Չի կեղծվել ժողովրդի ձայնը։ 17 օր անց ընտրություններ են Գյումրիում։ Ով է հիմա Գյումրու համայնքապետ։ Ձեր Սարիկը։ Ժողովուրդն է ընտրել։ Ոչ։ Ով է այսօր Վանաձորի համայնքապետը։ Ձեր Արկադին, նրան ժողովուրդն է ընտրել։ Ոչ։ Ով է այսօր Ալավերդու համայնքապետը։ Ձեր Դավիթը, նրան ժողովուրդն է ընտրել։ Ոչ։ Ով է այսօր Երևանի քաղաքապետը։ Ձեր Տիգրանը, նրան էլ է ժողովուրդը ընտրել։ Ոչ ու ոչ։ Այս բոլորը աշխատում են այդ պաշտոններում վախեցնելու, կալանավորումների, քաղաքական անասնագողության արդյունքում ու վստահեցնում եմ ձեզ, այնպես չէ թե այս մասին միայն ես գիտեմ։ Գիտի ամբողջ Հայաստանը ու խոսում է։ Նիկոլ Փաշինյանն այս ամենը ասում է մեղադրելով քաղաքացուն պետությունը չսիրելու մեջ։ Սրտացավ չէ, պետությանը վերաբերում է որպես օտար ինչ-որ մարմնի։ Հնարավոր է, որ նման դրսևորումներ կան իհարկե, իսկ ո՞րն է պատճառը։ Էլի եմ ասելու։ Պետության նկատմամբ քաղաքացու վերաբերմունքը գալիս է պետության ու քաղաքացու նկատմամբ իշխանության վերաբերմունքից։ Ինչ հատկանիշ ունի երկրի ղեկավարը, ժողովրդի մոտ այդ հատկանիշն է արթնանում։ Եթե ունես ղեկավար, որ պետության ամեն մի թիզը ատամներով պահում է, ժողովուրդը կանգնում է նրա կողքին ու ազատագրում երկիր, պաշտպանում երկիր։ Եթե ունես ղեկավար, որը պետություն է ուզում կառուցել, հայտնվում են մարդիկ, բարերարներ, գործարարներ, որ ձեռք են մեկնում, դու քո գործն ես անում, ամեն մեկը իր գործն է անում, երկնիշ տնտեսական աճ ես ունենում ու երկիրը զարգանում է։ Եթե ունես պետության ղեկավար, որի համար պետությունը գլխացավանք է, ուրեմն նաև լինում են մարդիկ, որ ասում են հա էլի, նախկինում ինչ եղել է, կառուցվել է սուտ է, անիմաստ է եղել ու հանձնում են ամեն ինչ։ Ժողովուրդ ջան, ինչ ազդակ ստանում է ժողովուրդը ղեկավարից, այդ ազդակի կրողն է դառնում։ Նիկոլը խաբող, հանձնող, պարտվող, թալանող, անկարգ, օրինազանց ազդակ է փոխանցել եւ ունենք այս պատկերը, որից բոլորս դժգոհ ենք։ Այո, քաղաքացին օտարի պես կարող է վերաբերվել, որովհետեւ դու ես հենց այդ ազդակները փոխանցել։ Միայն օտարը կարող էր երկիր հանձնել, միայն օտարը կարող էր չհանձնած մասը 13 միլիարդ դոլար պարտքի տակ գցել, միայն օտարը կարող էր թշնամու պահանջով իր պետության մայրօրենքը փոխել, 5000 զոհ տալ, որ իրեն չասեն դավաճան։ Կարճ ասած,
Բոլոր հարաբերություններում ամենավատերից մեկը վստահության կորուստն է։ Այս իշխանությունը վաղուց կորցրել է վստահությունը։ Առաջ պարբերաբար կառավարության նիստում կարդում էին, թե Նիկոլի որ հանձնարարականը քանի տոկոսով է կատարվել։ Հիմա չեն կարդում, վաղուց չեն կարդում, որովհետև չի կատարվում, որովհետև անգամ Նիկոլի թիմը վստահություն չունի իր նկատմամբ։ Նիկոլը թիմից բողոքում է, որ իր հանձնարարականները չեն կատարում, բայց ինքը կատարում է Ալիևի հանձնարարականները։ Հիմա ով ում ենթական է։ Բայց իրենց համար ամենավատն այն է, որ ժողովուրդն էլ է Նիկոլի նկատմամբ ամբողջ վստահությունը կորցրել։ Գիտի, որ ցանկացած որոշում իրեն ու մեր երկրին վնաս է, ու ինչքան էլ շոու անեք, մարդկանց վստահությունը չի վերականգնվի։